Երբ որ հնարավորություն տան որոշելու, ասում ենքան արդարացու ճիշտ որոշումներ կայացնենք, որ ամեն մարդ կզգա, որ դա իրանա վերաբերում, իր ընտանիքին, իր ոլորտին։ Այսքան մենք 20 տարի մասնակցում ենք, ներկայացնում ենք, նորից եմ ասում, զրոյից կայացած, տեսած, պատկերացող, սարքող, կառուցող, այս երկում ծնվել եմ, այս երկում մեծացել եմ, մեծում կայացել եմ, քանդածը վերցել եմ, կառուցել եմ, ինչ ոլորտի ձեռեմ տվեց, ծաղկացել եմ, տասնյակ հազար աշխատատեղեր ստեղծել եմ։ Հիմա իմ ուզածը, որ հնարավորություն տակ, որ ճիշտ որոշումներ կայացնենք, աննարին ոչինչ չկա։ Ինչն է այսօր պատճառը, որ բոլորն էլ ասենք, թե այս վիճակին ենք հասել։ Սխալ կառավարման շնորհն է։ Ոչ ճիշտ մարդիկ, որ պաշտոններին նստել են, որ երբ որ անցյալ չունեն, պրակտիկա չունեն, այս պատական բերել են անփորձ երիտասարդների գործի։ Հիմնական խնդիրը սա է։ Կամ այսօր հիմա մի բանել են փողը, որ մարզպետին նշանակում են, մարզպետին չեն ընտրում։ Ասենք ոնց կարելի, ասենք այդ մարդի մեզ ամբողջ մարզում մարդիկ ուզում են, որ իրենց մասին մտածեն, իրենց հոգսերը հոգան։ Մարդին Երևանից կուղարկեն որտից կամ իրենց թիմակիցնա նշանակում են։ Մարզպետը պետք է ընտրովի լինի, ժողովուրդը դա տեսած լինի, որ այդ մարդը կազմակերպում է, մտահոգ է, հասկանում է, մարդու մատից փուշ է անում։ Կան խնդիրներ, որ պետք է կարգավորել ժողովուրդը։ Ընդհանրապես հնարավոր է մարզպետներին վերացնել։ Ամենակարևորը Ժողովուրդ ջան, այսօր առաջնային է, հարկավոր է, որ գյուղ նախարարությունը վերականգնի։ Այսօր բոլոր ասենք, թե իրարու գործով, անելով, մշակելով, պայելով, որ կարողանան դիմելու տեղ ունենան, որ կարողանան դիմեն իրենց մատից փուշ անեն։ Այսօր գարունա, վարուցան կա, պետք է անեն, ոչ սերբ կա, ոչ պարարտանութ կա, ոչ սիլիտրա կա, սիլիտրան էլ 13,000, այդ բոլոր խնդիրները պետք է նախորդ գյուղնախարարությունը պատվիրի, բերի, գյուղապետերին տա, մարզպետը պետք է բերի տա գյուղապետերին, գյուղապետերն պետք է լիարժեք ըստ հողատարածքի, մարդկանց բաժանի ոչ թե 13, այլ 5,000-6,000 դրամով, որ միանգամից էլ գումարը չուզի, գումարն էլ ասի բերք ու բարիք ստեղծի, կվաճառես, աշնան էլ կբերես, քու գումարը կփակես առանց տոկոսի, որտեղ բերք ու բարիք ստեղծող ընտանիքը մարդը պետք է կարողանա իր ընտանիքը բարեկեցիկ պահի, Ժողովուրդ ջան, չլուծվող խնդիր չկա, գյուղնախարարությունը վերացել են, ժողովուրդը մնացել է անտեր, այսօր քանի նախարարություն միացել են, սարքել են մի նախարար, կամ ժողովուրդ այսօր պարտքերի տակ, թուրքերի տակ, որը ասենք թե շտրաֆների տակ, խեղճ մարդը ինչ ան, այսօր սաղ թանկություն, ճար չկա։ Պետք է պետությունը մտածի, պետությունը որոշում կայացնի, որ ժողովրդին ասենք թե հիմնական վարկերը ներում շնորհի ժողովուրդ։ Են Նիկոլն ասավ են ժամանակ Ստեփան, բայց չարի։ Եղբայրան, հիմա ես ասեմ, այսքան ժամանակ մենք բան ասած ենք, չանենք, ոչ այսօր պաշտոնի կարիք ունենք, ոչ գումարի, ոչ ճանաչման։ Այսօր նայել է, որ ուզում են մեր երեխերքը, իմ երեխեն, ձեր երեխերքը ապով երկրում ապրեն, որ այսքան առանց դրանց ստեղծած այդ հեղինակությունը մնա, իսկ դա հնարավոր է։ Պետք է միասնական ասենք, թե կազմեն ընտրություն կատարենք ու վերջանա։ Դե չէ կեսը չի գնում ընտրության։ Մենք նայ պարոն Ծառուկյան երկուսով պոստավիկ ենք, կապանեմ ծառայ, պոստեմ պահում, երկրապահում կամավորական ջոկատում, 20 թվից էլ գնում եմ ներքին հանդ։ Այն ժամանակ նորմալ էր, հիմա համ դահակ ունենք, համ 10,200 դրամ էր օրը, հիմա սարկեցին 8,000 դրամ։ Հետնել դրանից մի 90,000 պահում են, տակը մնում է 117,000 դրամ, մի ամիս պոստ եմ կանգնում առաջնագից 117,000 դրամ էլ չեմ գնում։ Ես ասենք և պաշտպանության համար 18 տարեկան երեխաներին սահմանի վրա ուղարկել չի կարելի։ Դե մենք ենք առաջ։ Դուք եք անում, դրա համար ձեզ ասենք թե պետք է նորմալ աշխատավար, դե ես գիտեի, ասում են բարձրացել են գումարները, մեծ գումարներ են տալի։ Գումարներ պետք է տան հիմնական պայմանագրային ծառայողներին, որը փորձ ունի, պատերազմին մասնակից է, նա ասենք թե պրակտիկա ունի, կարող է լիարժեք պայքարել, կռվել։ Ոչ թե 18 տարեկան անմեղ երեխաների սահմանները, որ զենք բռնել չգիտի ոնց պաշտպանի, որ դա բոլորի սիրտը պետք է ցավա։ Ավելի լավ է 10,000 պայմանագրային ծառայող լինի, քան թե 30-40,000 անփորձ երիտասարդ, որ դա իրոք մարդու սիրտը պետք է ցավա։ Ես դեմ չեմ, սարքել են տարուկես, կարան սարքեն 3 ամիս, որտեղ նրանք սահման պահող չեն։
այլան կարողանան սովորել, կրթվել, պարապել։ Այն մարդիկ, ովքեր ուզում են իրաց տունը պահեն, ովքեր փորձ ունեն, պարապած են, կրակել գիտեն, տեղեկացված են, մասնակցել են պատերազմին, թող բարձր գումար նշանակեն, մարդիկ գնան եւ իրենք աշխատեն եւ սահմանը պահեն։ Իրենց ընտանիքներ բարեկեցիկ պահեն։ Ժորժ ջան, ձեզ նորից եմ ասում, այս անգամ որ մենք ծրագիրը կազմել ենք, բոլոր ոլորտի ներկայացնի հետ խոսել ենք, ինչ խնդիր ունես, ինչ պրոբլեմ ունես, սկսած ուսանողից, ծառայողից, թոշակառուից, արվեստագետից, շինարարից, բոլորին հարցել ենք։ Ու ամեն մեկի խնդիրն ու պրոբլեմը ասելով, մենք միայն դրանք ասենք թե լուծումներն ենք նշել։ Այսօր աննարին ոչինչ չկա ժողովուրդ։ Այսօր պետք է պետությունը հնարավորություն տա ժողովրդին աշխատելու։ Աստծո կամոք Աստված մեզ ինչ ա տվել։ Ինչ ունի մեր պետությունը հարստություն, հանքարդյունաբերություն, բնություն, հողատարածքներ, վարելահողեր, որ կարողանաս ճիշտ կազմակերպես, որ երկրում ինչա պետք։ Կարողանաս արտանես հիմա ասենք այս տարածքներում, որ կարողանաս սառնարաններ կառուցեն, օրինակը ծառայել եմ, մենակ ես որպես անհատ չեմ կարա։ Վարդենիսում խոսում էին, եկել են Սարիվանստել են, ժողովուրդը ուզում էր գնար, որ ցույց տվեցին, որ ներդրում են կարել, որ եթե Ծառուկյան ներդրում արի, ուրեմն ամեն ինչ նորմալ է, չենք հանձնել։ Մենք միասին աշխատել ենք, մի սայրումից եմ։ Ցուցաններ տանը մարդիկ արդեն մի քիչ պնդվել են, չէ՞ որ Ծառուկյան թե ներդրում արի, ուրեմն մնալ։ Խոսքը գործը։ Ես դրա համար հիմա ասում եմ Ժորժ ջան, անհնարին ոչինչ չկա, հարկավոր է ծրագիրը կազմել, որտեղ ինչա պետք։ Հիմա այստեղ ասենք սառնարանային համակարգ ստեղծեցին։ Մարդիկ բեզակալոն կային քայլ-քայլի վրա դնում, են դրեց ես էլ դրեմ։ Այդե ցավը տանեմ, սառնարան դրեք։ Բանկից փողը վեկալ սառնարանին 2 տարում փողը կփակես, կընդունես 100 դրամ, 150 դրամ, կվաճառես դեկտեմբերից հետո 200 դրամ, 300 դրամ, 400 դրամ։ Կարտանես Ռուսաստան, կարտանես արաբական երկիր, այն ժամանակ 1000 դրամ։ Միանգամից մեկի 3 գումար կաշխատես, իսկ որ անսահմանափակ Հայաստանում եք բոլոր տեղերը կարելի է դնել։ Առաջնային ժողովուրդ ջան, այսօր ես դա 21 թվականն եմ ասել, որից մեկը չի կարող ասի Ծառուկյանը ճիշտ ծրագրեր չի առաջանում, դա հնարավոր չի։ Ամեն ինչ հնարավոր է։ Պետք է լիարժեք առաջին հերթին մարդկանց այսօր վարկերը ներում շնորհեն։ Պարտադիր, այսօր ունենք 650,000 ընտանիք, ունենք 2,450,000 վարկառու, ամեն տնից 2-3 հոգի վարկի տակ է։ Եղել է տնտեսական ճգնաժամ, եղել է համաճարակ, կորոնավիրուս 2 տարի, պատերազմ է եղել, մարդիկ չեն աշխատել, ապրել են, գոյատևել են, պարտքեր է գոյացել։ Պետությունը հիմա 15 միլիարդ պարտք ունի։ Թող ասենք թե 1 միլիարդ 100 միլիոնը կարողանում է 2,200,000 մարդու վարկերը զրոյացնի։ Երկիրա վիճակը սա է, քո ժողովուրդը պետք է կարողանա ճայթից դուրս գա։ Տուշ տուգանքները կուտակվեն, նայում ես եսիմ 200,000, 300,000, 700, եղբայր, պետք է դա ջնջվի, ժողովրդին պետք է շունչ տաս, կյանք տաս, հույս տաս, մի հատ էլ պետք է համաներում լինի, 10 տարի է, այսօր ասենք ոնց որ կալանավորների քաղաք լինի, եղբայր ջան, սաղ, բերդերը լիքը տեղ չկա, տները կալանավորված, այ եղբայր ջան, մի հատ ժողովուրդ ջան, ներում, Ամաներում մարդիկ հիմա կարող մեկը սխալվել է, մեկը եղել է, բայց չի կարելի մարդկանց կալանքի տակ Ամաներում պարտադիր, ասեմ, հնարավորություն տվեք, տեղում խոսքս գործ է, այն էլ լինելու, բոլորն էլ լիարժեք բոլոր խնդիրները գիտենք, ցանկությունն ունենք, հնարավորություն ունենք, թիմը ունենք, որ անմիջապես գիծը գծվելու է, մեր մոտ կապ չի ունենալու կուսակցական պատկանելությունը, կապ ունենալա մարդը, անձը, փորձը, արդյունքը, կա իրա ցավը տանեմ, միայն առաջ, որ կարգավորի մարդիկ էլ դե ձեր ցավը տանեմ, սպասում ասում եք տվեք, պահանջեք, ինչ որ ասեմ, արժանապատիվ եւ ազգի պատիվ այդ մեջներս կուղենք աշխարհում եք, մեզ կհարգեն, մեր հզորությունը հետ կվերադառնա։ Կարևոր է այս վիճակով օր-օրի առաջ չեն գնալ, դուք ինձ լավ եք հասկանում։ Ես երբեք բան չկա, որ ասած լինեմ, չանեմ, չի կարող այդ չիմանալ։ Մեր մարզում ձեր հարգանքը շատ է, պարոն Ծառուկյան։ Ես ցավը տանեմ, բոլոր կամերում են։ Շատ են հարգում։